Մանավազյան, ուղղակի քաղաքական որոշումն այն է, որ ավելի ձայն չլինի, այնքան որքան հակառակորդում կողմ չէիք քվեարկել, եթե ավելի շատ ձայներ ունենար ընդդիմադիր։ Նախ հաշվենք առը, որ այո, այնքան որքան բավարար է, որովհետև իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության, որպեսզի բավարար ձայներ կտրամադրենք։ Այո, չենք տապալում ընտրությունը, թեև համաձայն չեմ այն կարծիք եմ, որ դա մեր պարտավորություն է, մենք կարող ենք չընտրել, երկրորդ անգամ տեխնացու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնենք հարցերի օրակարգի հաջորդ օրակարգին եւ որևէ բան տեղի չէր ունենա ազգային ժողովում։ Այսինքն պատգամավորների, որոնք պիտի քվեարկեն։ Դա ինչքան կարևոր է, ոնց ենք ընտրել։ Ոչ նախասիրություն չի։ Օրինակ ինչպես հարցրեցիք ով է ուզում քվեարկել, հա, Արամ Վարդևանյանի օգտին 10։ Ոչ, նման բան չի եղել։ Դա եղել է ըստ Ճնշել եք ստացվում 13 հոգու, որ կան Արամ Վարդևանյանը դրել։ Չենք ճնշել, դա եղել է, նշում եմ, Նարեկ, դա եղել է խմբակցության որոշում։ 13 հոգի ընտրելու է։ Հետո կտեսնեք ինչպես է եղել, որ այսինքն որևէ մեկին չենք ճնշել։ Օրինակ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասել եմ եւ մոտեցել որևէ խնդիր չի եղել։ Ծարար թևի ձայներ, այսպես ասենք, գնացին Նիկոլ Փաշինյանի, որ դա Ոչ, նման բան չկա, դա խմբակցության որոշումն է, ներսում որոշել ենք ովքեր են Օրինակ եղել են մարդիկ, որ սկզբունքորեն ասել են, որ չեն ընտրի անկախ խմբակցության որոշումից։ Մենք խմբակցությունում ունենում ենք քննարկումներ լինում են շատ առողջ, բայց անկախ այդ ամենից ոչ, այսինքն ընդհանուր որոշում է լինում, ընդհանուր որոշման երբ որ գալիս ենք, էական չի, արդեն ով ինչ դիրքորոշում, այսինքն ունենք որոշում ժողովուրդ, ինչ կարևոր է, որ պատգամավորն է ինչ կարծիք հայտնել, կամ դա փակ քննարկում է։ Այո, պարտավոր չէինք եւ որոշում ունեցանք, որ նաեւ կառուցողական դաշտ ենք ուզում, դա մենք նույնիսկ լսեցինք իրենց գործընկերոջ ելույթը, որը իսկապես ամոթալի էր իրենց գործընկերոջ հանդեպ, հենց ինքը պետք էր այստեղ հանրությունից եւ բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրեր սակրավորների թեմայով իր հայտարարության համար, որը ավելի կառուցողական դաշտ կբերեր իր գործընկերոջ ընտրությունը, բայց այնուամենայնիվ մենք ունենք որոշում եւ այդ որոշումը պահում ենք հաշվի առնելով կառուցողական աշխատանքը, հարգելով սահմանադրությունը, հարգելով ազգային ժողովի ինստիտուտը, նման որոշում ենք կայացրել։ Դիրքորոշման փոփոխություն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնել, դա եղել է ազգային ժողովի նոր գումարում այլ հայտարարություններ են ընդդիմության։ Դա ես նշեցի, որ նախորդ 5 տարիներին ամեն հնարավոր ամեն բան արվել է ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու եւ ցածրացնելու եւ այսօր մենք մեր աշխատանքով պահվածքով խոսքի նաեւ բարեբարքությամբ եւ մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական եւ բարձրացնել։ Հետ քայլ չենք արել, սա առաջ քայլ է, որովհետեւ դա ինչ կապ ունի քաղաքական խոսքի հետ։ Քաղաքական խոսքը միշտ լինելու է։ Նախագահ կնեք, ասում էր արեք ազգային ժողովի նախագահը զորական կետ է հայտարարել եւ կոչ արել որպեսզի ազգային ժողովում որևէ սահման չհատվի եւ աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնի բոլոր քննարկումները, թեև սուր բոլոր քննադատությունների եւ հայտարարություններին, դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են եւ միշտ լինելու է քննադատություն եւ սուր ելույթներ։ Չենք լսելու մեղադրանքներ։ Եթե մեկ շաբաթ եւ 7 օր էստեղ եք եղել, որևէ բան չեք տեսել, ուրեմն վստահ եմ, որ հաջորդից չի լինելու։ Ես չեմ կարող երաշխավորել ընդդիմության վարքագիծը վաղը ինչ կլինի կամ ինչպես կլինի, դա ուղղակի համարժեք պատասխան է լինում։ Կոսովոյի խորհրդանի աշխատանքից չողոքեվորվեցիք։ Ես Ձվերով հարվածում այսքանով կավարտեմ, շնորհակալ եմ։